տիրապետելու և ինչ հնարքի պետք է մենք սովորենք։ Հիմա երեխաներ, այսօրվա մեր դասի տվյալներն են։ Մեր դասի նպատակը սովորել անկանոն կոտորակը խառաթվի վերածելու ոսկե կանոնը։ Իսկ մինչ այդ կանոնին անդրադառնալը մենք մի քանի քայլեր կա արվում են, որ պետք է անցնենք, որպեսզի տիրապետենք կանոնը։ Նախ եւ առաջ պետք է կիրառենք բաժանման գործողություն, որից հետո պետք է մոդելավորենք խառաթիվը, որից հետո պետք է գնահատենք մեր համագործակցային աշխատանքը, մեր ընկերոջ հետ ինչպես է համագործակցել։ Հիմա ո՞րն է լինելու այդ բաժանման գործողության կանոնը։ Ինչու ենք ասում բաժանման կանոնները։ Հիմա ներկայացնեմ նաև մեր այսօրվա դասի ճանապարհային քարտեզը։ Երեխաներ, ճանապարհային քարտեզում ամենասկզբից մենք դասը սկսելու ենք այդ ոսկե կանոնի ալգորիթմից։ Նախ կսկսենք դուբի խնձորների քանակից, չէ՞ որ մեր դասագրքի ընկերը դուբին է և տեսնենք ինչ խնդիր է այսօր տեսնենք դուբին մեզ ինչ խնդիր է առաջադրել։ Արդյոք կարող եք մենք այդ խնդիրը լուծել թե ոչ։ Դրանից հետո կծանոթանանք ալգորիթմի հետ, թե որ այդ ալգորիթմը ինչպես պետք է կիրառենք։ Դրանից հետո երեխաներ մենք միասին կհամագործակցենք, խմբերով կաշխատենք, որից հետո ամենավերջում կկատարենք անդրադարձ։ Ինչ սովորեցինք և ինչ արժեհամակարգ մենք այս խմբում ձևավորեցինք։ Իսկ այժմ տեսնենք որն է դուբի առաջարկած խնդիրը։ Ուրեմն դուբի առաջարկել է մեզ խնձորների խնդիրը։ Երեխաներ, այստեղ կա 13 կտոր խնձոր և յուրաքանչյուր մեկ կտոր խնձորը մեկ քառորդ բաժին է։ Այսինքն, տեսեք, այս մի ամբողջական խնձորը բաժանված է այսպիսի 4 բաժինների։ Հիմա որպեսզի մենք իմանանք, թե այս 13 կտոր խնձորը լինում է քանի հատ ամբողջական խնձոր, մենք սրա համար ինչ պետք է անենք։ Ինչ անենք, ինչ է կարծում, միավորենք, ինչ անենք։ Ասակոբեր 13-ը բաժանենք 4-ի։ 13-ը բաժանենք 4-ի։ 13-ը ակնաշատ, 13-ը բաժանելով 4-ի, մենք կստանանք ամբողջական խնձորների քանակը։ Այդ կերպ ասած, 13-ը բաժանած 4-ի, մենք արդեն կարող ենք վերիանել 13 քառորդ կոտորակի տեսքով։ Հիմա որպեսզի ես իմանամ այդ ոսկե ես գիտեմ 13-ը 4-ի պատիկ է, ոչ, 13-ը 4-ի պատիկ չէ։ Ինչպես ես իմանամ քանի ամբողջական խնձոր է լինում և քանի կտոր է ավելանում։ Դրա համար ինչ գործողություն անեմ, այ Ռոբերտը պես ասած, ինչ գործողություն բաժանումը։ Հիմա եկեք այդ բաժանումը սովորական անդիկով կատարենք։ Այստեղ կգրեք 13-ը բաժանած 4-ի, մեր անգլում բաժանում 13-ի մեջ քանի ամբողջական 4 կա։ Ես ապրել շատ, 3 անգամ 4, 13-ից հետո 13։ Երեխաներ, ամբողջ մեր այս ոսկե կանոնը թաքնված է այս բաժանման մեջ։ Այստեղ է թաքնված։ Հիմա ես մեր թերի քանորդը ինչ տիպ ստացա։ 3։ Իսկ մնացորդում ինչ ստացա։ 1։ Իսկ իմ խնձորների քանակը, որ 4 կտորը մեկ ամբողջական խնձոր է, փոխվում է դա։ Ոչ, ապրել շատ, որովհետև 4 կտորը չի կարող դառնալ 5 կտոր։ Դրա համար երեխաներ, այ ես այսպես պետք է գրիաչեմ, ապրել։ Այս 3-ը, հիմա ես կգրեմ, այսպես կարմիր, որովհետև սա համարվելու է, որ ամբողջական ես քանի խնձոր ունեցա։ 3։ Այս 3 ամբողջականը գրվելու է կոտորակից առաջ։ Այս խնձորների 4 կտորների քանակը, որ միանում է իրար, փոխվեց։ Ոչ։ Ապրել շատ։ Դրա համար իմ կոտորակի գծիկը և իմ հայտարարը այս նույն 4-ը մնաց, իսկ ինչ եք կարծում, այս մեկ մնացորդը որտեղ անգարել է։ Համարի շատ, բայց հիմա այստեղ մենք ուժգույնի կարմիչ այստեղ Դեռ ինչ կա։ Ես դարձյալ կգրեմ այստեղում։ Հիմա կարող եմ սահմատել։ Հասկանամ, թե ինչ ոսկե կանոն տեղի ունեցավ։ Տեսեք երեխաներ, մենք ստացանք այսպեղի գրված 3 ամբողջ 1 քառորդ։ Ինչ է նշանակում 3 ամբողջ։ Այս 3 ամբողջը կամ ինչու ենք ասում ամբողջ բառը նշանակում է, որ ամբողջական խնձոր եղավ։
3 հատ ամբողջական։ Դրա համար մենք ասում ենք ամբողջ բառ եւ կարդում ենք 3 ամբողջ 1 քառորդ։ Այսինքն ես ունեցա 3 հատ ամբողջական այսպիսի խնձոր եւ 1 այսպիսի փոքրիկ կտոր երեխաներ։ Հիմա այդ ոսկե կանոնը ով կարող է մի հատ իմի բերել անկանոն կոտորակը։ Ես ինչպես դարձրեցի այսպես խառաթիվ, ով կարող է այս կանոնը ասել, ապա տեսնեմ ձեռքերը։ Տեսնեմ ձեռքերը, տեսնեմ ով հասկացավ, տեսնեմ Լիլի։ Մենք համարիչը բաժանեցինք հայտարարի վրա, Ապես, թերի քանակի պատասխանը գրեցինք կոտորակից առաջ, ապես, մնացորդը գրեցինք համարիչում, իսկ քանակը գրեցինք հայտարարի։ իսկ բաժանարանը մնաց ամփոփում, գրեցինք հայտարարում։ Շատ հատիկ երեխաներ։ Հիմա եկեք այն, որ ես ցույց տվեցի գունավոր կավիճներով գրակապտակի, հիմա այդ նույնը փորձել եմ ցույց տալ Սարիկի վրա։ Ոսկե կանոնը բոլորս հիմա շատ ու շատին հասկանում են։ Նայեք, ոսկե կանոնը ինչպես գտնել թաքնված ամբողջը, 13-ը բաժանելով 4-ի հավասարի։ Այս 3-ը ինքների քառորդն է։ Եկա, ասենք ամբողջ մասը, քառորդը կանգնեց ամբողջ մասում։ Մնացորդը եկավ կանգնեց որ համարիչում։ Իսկ մեր հայտարարը այս 4-ը մնաց նույնը։ Այստեղ եղավ փոփոխություն։ Ունեցանք փոփոխություն։ Ոչ։ Ապրել շատ երեխաներ։ Հիմա մեկ այսպիսի հատկաչ կոչվեց խառաթիվ։ Ով կարող է ասել։ Ինչու խառաթիվ։ Տեսնեմ ձեր ձեռքերը։ Ինչու կոչվեց խառաթիվ։ Ինչու կոչվեց խառաթիվ։ Նայ라։ Ամբողջ թվին, այստեղ կարդում ենք ամբողջ թվին, բայց ինչ կարող եմ ես ասել, դրա անունը ինչ է։ Բնական կեցես։ Սրա անունը բնական թիվ է երեխաներ։ Մենք ինչ այսօր սովորել ենք բնական թվերը, հիմա ուսումնասիրում ենք կոտորակային թիվը։ Քանի որ բնական թիվը եւ կոտորակային թիվը միացել է իրար, տեսնում եմ, չէ՞ բնական թիվ եւ կոտորակային թիվ, դրա համար կոչվեց խառաթիվ։ Շատ լավ երեխաներ, հիմա այսպիսի մի աշխատանք։ Կարող եմ ես ձեր հետ հիմա մեկ աշխատանք կատարեմ։ Հիմա երեխաներ, քանի որ ոսկե կանոնը շատ լավ հասկացաք, կկատարեք խմբային աշխատանք, որով հետևեք, մենք գիտենք, որ միասին շատ ուժեղ։ Սա ձեզ, հիմա ձեզ տվել եմ մի երկու կոտորակ, արագ աշխատում եք խմբերով։ Այսպիսով ավարտվեց ձեր ժամանակը, ես շրջեցի և տեսա բոլորը ավարտել եք և լավ հասկացել եք դաս։ Հիմա ուզում եմ ներկայանալ, թե ինչպես խմբում աշխատեցի։ Կարող եք ներկայանալ ինչպես աշխատեցի։ Բաժանեցի։ Ես ստուգեցի։ Ստուգեցի, ես հիմա մնացող։ Գտար մնացող, իսկ ով հավաքեց կոտորակը։ Դու հավաքեցի, ապրեք, և ինչ եք ստացել, հիմա եկեք խմբերով փոխվեք և ոստուման արդյունքները կտեսնենք էկրանի, փոխվեք, խնդրում եմ արգելություն եք դուք միանիք։ Հիմա էկրանի վրա շնորհում ենք, արդյունքեք խմբերը շնորհում։ Հիմա նայում եք ձեր ընկերները, խմբերը ինչպես են աշխատել։ 17-րդը պետք է ստանալ 5 ամբողջ 25-րդը պետք է ստանալ 6 ամբողջ 1 քառորդ։ Այդպես է ստացել։ Հինգը կապը գույնով եք, սա ինչ է նշանակում։ Երկուսը ինչ է նշանակում։ Մնաց։ Երեքը։ Մեծ ինչ նշանակում։ Պետք է աշխատեք ձեռքով։ Հիմա տեսնում եմ, որ շատ լավ եք հասկացել դասը, կատարում եմ հանրահարցի։ Հիմա ուշاد երեխաներ, նայում ենք, ինչ սովորեցիք մենք։ Այսօր լավ դասի տեսնենք, ինչ սովորեցիք այսօր։ Անդրադարձի պատասխանեք, այդ ոսկե կանոնի գործնական ստուգումը։ Հիմա ձեր գիտելիքները ստուգում։ Տեսնենք ինչ է։
կարծում եք եւ ձեռք եմ բացասում։ Ըստ մեր ոսկե կանոնի ինչ պետք է անել։ Անկարուն կոտորակից ամբողջ մասնաճյուղելու համար։ Տեսնեմ ձեր ձեռքը, արին էսա։ Համարի չէ, բաժանեք։ Ահա, ճիշտ եկեց ես։ Հաջորդ հարցը։ Հաջորդ հարցը հիմա տեսնեին։ Դուբին 13 քառորդ խնձորում, քանի ամբողջ խնձորում նա եւ ինչքան մնացող կլիներ։ Ինչքան մնա էլի։ Ասանոր էլի։ 3 ամբողջ 1/4։ Ցույց տվողն է, ահա, կեցես ճիշտ է։ Հիմա հաջորդ երեխաներ։ Բաժանման ժամանակ ստացված քանորը։ Խառը թվի որ մասն է դառնում։ Քանորը որ մասն է դառնում։ Որ, ահա, այո, ահա, ապրես, անցանկալի երեխաներ հաջորդի, ահա, գտնիկ 17-րդ կոտորակի ճիշտ խառը թիվը, որն է ճիշտ խառը թիվը, տեսնեմ անիլի, չեմ տեսնում բոլորի ձեռքերը, չեմ տեսնում, որն է, ահա, ճիշտ է ապրեցում, հիմա տեսնեք երեխաներ, ինչ է տեղի ունենում այդ արանի խառը թվի վերածելիս, տեսնեմ ձեր ձեռքերը, այո, ինչ է տեղի ունենում, ճիշտ է ապրես, ոնց տեսնում եմ շատ լավ է երեխաներ, ապրեք խաղ հավաքվեք, դուք հավաքեցիք, գիտեցիք, հիմա ինչպես կգնահատես քեզ, սեղմի քեզ համապատասխանող գույնի վրա, ամեն ինչ կանաչ գույնի վրա պետք է սեղմեմ, եթե ամեն ինչ պարզել եւ հասկանալի, ունենք փոքրիկ հարցեր, պետք է եւս մեկ անգամ կարդամ, որպեսզի լինի հասկանալի եւ կարմիր քարտը կարիք ունեմ ես։ Հիմա ինչ եք կար, ովքեր ամեն ինչ պարզել եւ հասկանալի, խնդրում եմ ոտքի կանգնեք։ Ապրեք, շնորհակալություն ստեք։ Հիմա այն աշակերտները, ովքեր ունեն մի փոքրիկ օգնության կարիք, եւս մեկ անգամ դասը լսելու կարիք ունեն, խնդրում եմ այդ աշակերտները ոտքի կանգնեն։ Խնդրում եմ ոտքի կանգնեն։ Կանգնեք, երբ չեք ամաչում, կանգնում եք ոտքի։ Ահա, ապրեք շատ շնորհակալություն ձեր ազնվության համար եւ ուսալու։ Եթե կան աշակերտներ, ովքեր ընդհանրապես ոտքի չեն հասկացել, խնդրում եմ ոտքի կանգնեն այդ աշակերտները։ Եթե ընդհանրապես այդ դասընթացում ոչինչ չհասկացան, կար այդպիսի աշակերտ, ոչ, շատ ապրեք երեխաներ, շնորհակալություն։ Հիմա եկեք մեկ անգամ, ես ուզում եմ կատարենք մենք մեկ անդրադարձի կոնեկտի նայում ենք դարձալ էկրանին, ինչպիսի արժեքներ մենք այսօր ձևավորեցինք մաթեմատիկայից դուրս, մենք սովորեցինք անկանոն կոտորակը վերածել խառը թվի, ինչպես ողջ մասը ինչպես բացան կոտորակային մասը, այդ ամբողջ դասընթացում այն ինչ արժեքներ մենք մի ձևավորեցինք, ասեք Լիլի, ձեռքերը չեմ տեսնում, Համագործակցեցինք իրենցով։ կեցես, ապրես շատ, համագործակցեցինք, այն ինչ արեցիք, այս շատի օգնություն ցույց տվեցիք, օրինակ Նայիրա ջան, դու օգնեցիք, խնդրում եմ Ես Մարին օգնեցի, ինքը չհասկացավ, բաժնել օգնեցի։ Մարի ջան, իրավունությունից հետո հասկացել ես, կեցես, շնորհակալություն աղջիկներ, ազնվության համար, իրար օգնելու համար, այն ինչ արժե համակարգ ձևավորեցին, դասադանյալի ճշտություն, կարողացան ճշտել բաժանել մասերի, լույսերի սովորեցին, ինքնավստահություն, ինքներս մեր վրա կարողացան հույս դնել, որ մենք կարող ենք դա անել։ Շատ կար երեխաներ, ես շատ ուրախ եմ դրա համար։ Հիմա այստեղ սա ձեր տնային աշխատանքն է, ձեր տնային առաջարկները երեխաներ։ Պարագրաֆ 6-7, վարժություններից 572-ը եւ 575-ը։ Այն աշակերտները, ովքեր մի փոքրիկ լավ չեն հասկացել, պետք է եւս մեկ անգամ լսել, այս կողմից կանավորելով եւս մեկ անգամ կլսել բացատրությունը այս կայքից եւ կարողանալ ինքնուրույն կատարել վարժությունը։ Եվ ձեր համար այստեղ մի փոքրիկ ստեղծագործական առաջադրանք եւս ես հանձնարարել եմ, որպեսզի մենք իմանանք, որ մաթեմատիկան այս դասարանից դուրս է նայել, ինչպես դուք ասացիք, մաթեմատիկան օգտագործում ենք ամեն օր։ Հիմա դուք տանը պետք է գտնեք 3 որոնք կարելի է պատկերել անկանոն կոտորակի տեսքով եւ գան այդ թվերով ներկայացնել։ Օրինակ, իսկ
շոկոլադներ, որ մասներ, կա պիցայի կտորներ, օրինակ այսօրվա մեր դասը առօրյա կյանքից ինչի կտոր օրինակ, խնձորների օրինակներով, դուբի եկավ եւ խնձորների օրինակներով մենք սովորեցինք, որ մաթեմատիկա գտնվում է նաեւ դասասենյակից դուրս։ Մաթեմատիկան ամենուր։ Եվ այսքանով ավարտում մեր այսօրվա դասաժամը երեխաներ, շնորհակալություն։